UFC բռանցքամարտիկ Քոնոր Մակգրեգորը հայտարարել է, որ առաջադրվելու է Իռլանդիայի նախագահի պաշտոնում։ Քվեարկենք ինձ եւ միասին մենք կփրկենք Իռլանդիան, գրել է նա։ Ընտրությունները տեղի կունենան նոյեմբեր, այս մասին գրում է CNN-ը։ Մարտի 29-ին ամբողջ աշխարհում նախատեսվում են բողոքի լայնածավալ ցույցեր Տեսլայի դեմ։ Նախատեսվում է 500 ակցիա, որոնք տեղի կունենան աշխարհի 277 վայրում, որտեղ գործում են Տեսլայի ավտոսրահներ կամ լիցքավորման կայաններ։ Տարվա սկզբից Տեսլայի բաժնետոմսերը արդեն նվազել են 40%-ով։ Դոնալդ Թրամփը ցուցարարներին անվանել է ահաբեկիչներ, այս մասին գրում է The Economic Times-ը։ ԱՄՆ-ն ծրագրում է կազմակերպել անուղղակի բանակցություններ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև Սաուդյան Արաբիայի հյուրանոցում։ Կողմերը կտեղակայվեն տարբեր սենյակներում եւ ամերիկացի միջնորդները կփոխանցեն միմյանց առաջարկները եւ դիրքորոշումները։ Այս մասին գրում է Al Jazeera-ն։ Աշխարհի ամենաթանկ շունը Կադա բոմբը վաճառվել է 5.7 միլիոն դոլարով։ Կադա բոմբ օկամին եզակի հիբրիդ է գայլի եւ կովկասյան հովվաշան խառնածին։ 8-ամսական շունը ծնվել է ԱՄՆ-ում, կշռում է շուրջ 75 կիլոգրամ, իսկ հասակը 76 սանտիմետր է։ Այս մասին գրում է The New York Post-ը։ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Արաֆևը հայտարարել է, որ պատրաստ է բենզինով այրել շներ սիրող մարդկանց, եթե դա օգնի պաշտպանել երեխաների շների հարձակումներից։ Այս մասին գրում է Rambler-ը։ Դուբայում բնակվող ուկրաինացի մոդել Մարիա Կովալչուկը հայտնաբերվել է շին հրապարակից ընկած ծանր վնասվածքներով։ Քննությունը պարզել է, որ նա միայնակ է մտել փակ տարածք եւ ընկել է բարձրությունից։ Այս պահին դեռևս պարզ չէ, արդյոք դա եղել է ինքնասպանության փորձ, թե միջադեպում ներգրաված է մեկ ուրիշ անձ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Ռուսաստանում խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծ, ըստ որի բոլոր օնլայն հարթակները պետք է մինչև 3 տարի պահեն օգտատերերի տեքստային, ձայնային եւ պատկերային հաղորդակցությունները։ Իշխանությունները դա պատճառաբանում են կիբերհանցագործությունների դեմ պայքարով։ Այս մասին գրում է The Moscow Times-ը։ Քրիշտիանո Ռոնալդոն հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ Ջորջիանա Ռոդրիգեսի հետ, երբ երկուսն էլ զգան, որ հասունացել է ճիշտ պահը։ Նրա խոսքով դա կարող է լինել 1 ամսից, կես տարուց կամ 1 տարուց, բայց վստահ է հարսանիքը հաստատ կլինի։ Նշենք, որ Ռոնալդոն եւ Ջորջիանան միասին են արդեն 8 տարի։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Բուենոս Այրեսում բացված The Glory Hall սրճարանը գրավել է հանրության ուշադրությունը իր անսովոր ձևաչափով։ Այստեղ այցելուները սուրճ ստանում են պատի մեջ արված փոքր անցքից, առանց տեսնելու թե ով է այն մատուցում։ Սրճարանը նաև առաջարկում է անվճար քաղցրավենիք նրանց, ովքեր մի քանի սուրճ կխմեն մինչև վերջին կաթիլը։ Այս մասին գրում է Time Out-ը։ Տեխասում հիվանդանոցի 53-ամյա դռնաբանը տարիներ շարունակ գաղտնի կերպով միզել է աշխատակիցների ջրի սարքերի եւ անձնական շշերի մեջ։ Մի կին աշխատակից նկատել է, որ ջուրը տհաճ հոտ եւ համ ունի։ Կինը տեղադրել է թաքնված տեսախցիկ եւ տեսագրել, թե ինչպես է դռնաբանը իրականացնում այդ ամենը։ Այս մասին գրում է The New York Post-ը։ Ամերիկացի գիտնականները ստեղծել են նոր դեղամիջոց DDL-929, որը կարող է վերականգնել ուղեղի աշխատանքը եւ շարժունակությունը ինսուլտից հետո առանց երկարատև ֆիզիոթերապիայի։ Սա առաջին դեղամիջոցն է, որ կարող է փոխարինել ինսուլտից հետո անհրաժեշտ ինտենսիվ վերականգնողական բուժմանը։ Այս մասին գրում է New Atlas-ը։ Լոնդոնի Heathrow օդանավակայանի էլեկտրամատակարարումը վերականգնվել է, հաղորդում է BBC-ն, ընդգծելով, որ դա ժամանակավոր լուծում է։ Ուրբաթ օրը Heathrow-ն փակ է լինելու ողջ օրը, ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով, որի հանգամանքները դեռ չի բացահայտվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով սկսվում է կրթության նախարարության փակման գործընթացը։ Հանրապետականները արդեն երկար ժամանակ էին առաջարկում էին փակել գերատեսչությունը, սակայն վերջնական որոշումը կախված է կոնգրեսից, որտեղ դրա հավանության հնարավորությունը քիչ է, հայտնում է BBC-ն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինային աջակցող երկրների կոալիցիայի ղեկավարները հաջորդ հինգշաբթի կհանդիպեն Փարիզում, քննարկելու Ուկրաինայի խաղաղապահներ ուղարկելու եւ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը։ Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում։ Այս մասին գրում է France 24-ը։